Պարոն Հայրապետյան, հատկապես հիմա շատ քննարկվում է հարցը, որ տեղեկատվական անվտանգության տեսակետից չափազանց կարևոր են այն երաշխիքները, որոնք թույլ կտան տեղեկատվության կենտրոնացման, թվայնացման, կենտրոնացման հետ միասին նաև ունենալ անհրաժեշտ պաշտպանության վիճակ։ Մի օրինակ բերեմ, երկու օրինակ ճիշտ։ Երբ հարվածներ հասցվեցին ու պայթեցումներ տեղի ունեցան Իրանում եւ այլ երկրներում, բավական ակտիվ քննարկում էր հարցը, որ Իսրայելի հատուկ ծառայությունները կարողացել են ունենալ հնարավորություններ եւ թիրախային նպատակային ամբողջությամբ տիրապետել այդ տեղեկատվությունը։ Մյուս կողմից, որ նայում ենք մեր այսօրվա, այսպես ասած, բաց տեղեկատվական դաշտին, բավականին խոցելի վիճակում է մեր արդեն տեղեկատվությունը, մեր անվտանգության տեսակետից, սկսած օրինակ ոչ հրապարակային, բայց փաստացի հրապարակային ջրային պաշարներից ավարտված հանկարծությունաբերություն եւ այլն, ել չասած անձնական տվյալների մասով։ Հիմա քննրեի, որպեսզի այդ կոնցեպտի ներքո մի քանի հիմնական շեշտադրումներով ներկայացնել, թե ինչպես է իրականացվելու տեղեկատվական այս անվտանգությունը։ Շնորհակալություն, պարոն Մինասյան, իսկապես շատ ակտուալ, շատ կարևոր հարցադրում եք հնչեցնում։ Այս համատեքստում կարող եմ ասել, որ վերջին տարիներին մենք մի քանի տնային աշխատանք ենք կատարել, որով նախ եւ առաջ ձեզ հետ կամ ձեր առաջնորդությամբ ազգային ժողովով մենք ընդունել ենք մի քանի մայր օրենքներ, ապահովելով օրենսդրական հիմքը, որը նաեւ ինքն իրենով հանդիսանում է ինչ-որ իմաստով ուղենշային փաստաթուղթ մեր քաղաքականությունները դրանց վրա կառուցելու իմաստով, այդտեղ առանձնահատուկ կարևորություն ունեն օրինակ ենթակառուցվածքները, որովհետև նաև դուք ինքներդ էլ նշեցիք, որ տարատեսակ ռիսկերի պարագայում նախ եւ առաջ հենց թիրախավորվում են ենթակառուցվածքները, օրինակ տվյալային կենտրոնները, սերվերները եւ այսպես շարունակ, սերվերային համակարգերը եւ այսպես շարունակ։ Այս իմաստով Հայաստանի Հանրապետության կառավարության համար ըստ էության ընդունվել է օրինակ հիբրիդային տարբերակը, դա նշանակում է, որ զգայուն տեղեկատվության համար ըստ էության կվարձակալվեն Հայաստանի Հանրապետության ներսում գտնվող ֆիզիկական ենթակառուցվածքները, իսկ ոչ զգայուն համարվող տեղեկատվության պարագայում մենք ակտիվորեն կիրարկելու ենք, օգտագործելու ենք ամպային տեխնոլոգիաները, տարբեր երկրներում գործող ֆիզիկական ենթակառուցվածքներից իբրև ամպային ծառայություններ մատուցվող ընկերությունների հետ համագործակցությամբ ես կարող եմ ասել, որ իբրև ամենաթարմ տեղեկատվություն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը վերջերս մի քանի մրցույթներ է հայտարարել հենց այս տրամաբանությամբ ներդնելով Microsoft 365-ի լիցենզիոն ծրագիրը նաև համընդհանուր համապարփակ լուծում է առաջարկել ոչ միայն լիցենզիոն ծրագրեր ներդնելու եւ սույնով նաև զգալիորեն բարձրացնելով այդ ծրագրերի եւ տվյալների կիբերպաշտպանության մակարդակը, այլ նաեւ այդ հիբրիդային լուծումները առաջարկելով ըստ էության նաեւ հաշվի առնելով տարատեսակ անվտանգային ռիսկեր, այսինքն այս իմաստով օրինակ մեյլերը, նամակները, որոնք անձնական տվյալներ կարող են պարունակել, ինչպես նաև զգայուն տեղեկատվություն, բնականաբար այս փուլի համար առնվազն որոշվել է, որ Հայաստանում գտնվող ֆիզիկական ենթակառուցվածքները առաջին փուլով կթիրախավորվեն, ժամանակի ընթացքում նաև ներդնելով եւ հարմարեցնելով տարատեսակ ամպային ծառայություններ, սակայն այս փուլի համար հիբրիդային ճանապարհով են գնում եւ սրան զուգահեռ նաև ամրացնում ենք, ամրապնդում ենք նաև այսօրվա մեր որոշումամբ մեր կիբերպաշտպանական կարողությունները, եթե այդ մասով հավելյալ անհրաժեշտություն կլինի արձագանքի ընթացքում։ Արձագանք։
Շնորհակալություն, հենց այդ հարցի շրջանակներում էլի անպայման տեխնոլոգիաները բնականաբար ժամանակակից աշխարհում ամենաառաջադեմ մոտեցումներն են, բայց հենց այդ համատեքստում ինչպես անել, որպեսզի պաշտպանել մի կողմից արտաքին ներխուժումից, հա, տեղեկատվական համակարգին, մյուս կողմից ներքին հնարավոր չարամիտ վարքագծից։ Առաջինի շրջանակներում հարցադրման սկզբնական հատվածում հենց իմ խնդրանքը դա էր, որ արտաքին ներխուժման պաշտպանական մասին ներկայացնեք որոշ բաներ, եւ երկրորդը իսկ ներքինի մասով թեկնածուներ են քննարկում կամ աշխատակիցներ են լինելու, իրենց օրինակ ինչ անվտանգության տեսակետից, ինչ համակարգ է դրվում, որպեսզի հնարավոր բացահայտումներ հետո մեզ անակնկալի չմատուցեն, սկսած գործակալական ցանցից ավարտված այլ ոչ պետականամետ ծառայություն մատուցելու առումով։ Շնորհակալություն, իհարկե ձեր հարցադրումը շատ ավելի լայն սպեկտր է իր մեջ ներառում, որովհետև հասկանալի է, որ մենք գործ ունենք, ձեր հարցադրման շրջանակում մենք գործ ունենք մի շարք գերատեսչությունների համընդհանուր ջանքերի հետ, եթե մենք խոսենք որն է տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի մանդատի շրջանակում անելիքներ, այն կառույցը, որը որ մենք միասին ստեղծում ենք եւ այսօր ըստ էության կառավարման խորհուրդն է ձևավորվում, ընտրվելու, ես կարող եմ ասել, որ դեռևս ինչպես արդեն նշեցի, ինքնին օրինակ չլիցենզավորված ծրագրերի վերջ տալը, որը տասնամյակների պատմություն ունի Հայաստանում, զգալիորեն ապրիորի գալիս է բարձրացնելու ուղղակիորեն բարձրացնելու կիբերպաշտպանության մակարդակը, որովհետև գիտեք չլիցենզավորված ծրագրերը որքշապ թիրախավորված են եւ ինչ խոցելիություն ունեն։ Սրանից զատ նաեւ ես հիշեցնեմ, որ այս կառույցը փաստորեն հանրային հատվածի համար, ինչպես երեք պարոն Երիցյանը իր հայեցակարգային ելույթում նշեց, SOC-ի Security Operation կենտրոնի դերակատարումն է, ավարտում դերակատարումն է ստանձնելու, այսինքն նախ եւ առաջ զբաղվելու է հենց հանրային հատվածի պետական համակարգերի տվյալների կիբերպաշտպանությամբ եւ այստեղ մենք համատեղ մեծ ռեսուրսներ ենք ներդրել, որպեսզի մասնագիտական խորը կարողունակություններ այստեղ կենտրոնացնենք, որը ի վիճակի կլինի դիմակայելու այդ մարտահրավերներին, արդեն մի շերտերը ավարտեք խնդրում եմ։ Շատ լավ։ Այլ առիթով ուրեմն կշարունակենք, շատ խիստ եմ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։